Այս 11-րդ դարի ավետարանը Անթիլիասից ուղարկվել է Մատենադարան, որ վերականգնվի։ Հիմա այն անճանաչելիորեն լավ տեսք ունի։ Մինչև վերականգնումը իհարկե կենսաբանական ստուգում է եղել, պարզվել է, որ բավականին պաթոգեն սնկերով է վարակված եղել ձեռագիրը։ Մենք արդեն վաղուց ձեռք ենք մեկնում մեր սփյուռքի ձեռագրերին համարելով մեր մշակույթի շատ կարևոր մաս։ Աշխատանքը կանգ չի առնում այստեղ, ավագ վերականգնող Սուսաննան մեկ այլ 15-րդ դարի ձեռագիր է վերականգնում։ Եվ երկու թերթ մաքրելուց է սպիտակ ջուրը դառնում է լրիվ դեղին։ Մատենադարանի աշխատանքն անցնում է նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Նոր առաքելություն են սկսել, այժմ ուսումնասիրվում եւ հետագայում վերականգնվելու են տարբեր երկրներում հայկական ձեռագրերը։ Սկսել են Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրական հավաքածուներից։ Սա Մատենադարանի գլոբալ ռազմավարության մի բաղադրիչն է։ Եթե նկատել եք վերջին տարիներին Մատենադարանը թևակողել է վերականգնման ոլորտի բարեփոխումների շրջան, բացում ենք նոր ենթակառուցվածքներ, վերականգնողական լաբորատորիաներ։ Այսպիսով, ըստ Խզմալյանի, Մատենադարանը ստանձնում է միջազգային հանձնառություն խնամելու այլ երկրներում գտնվող հայկական ձեռագրերը։ Մենք ամենացավոտ հարցին ենք անդրադառնում, դա մեր Սուրբ հայրերի մեզ ավանդած ժառանգության, պահպանության եւ անվտանգության խնդիրն է։ Սուրբ կղզում իրականացվող աշխատանքն աննախադեպ է, ընդգծում է Խզմալյանը, մինչև այսօր դեռ նման առաքելություն չի եղել։ Այս նախաձեռնության գաղափարը շատ մեծ արձագանք է գտնում թե պետական գերատեսչության, ես նկատի ունեմ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, թե մասնավոր հատվածի շրջանում մեզ են միացել գործարարներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ եւ ըստ էության առաջին այս փուլը մեկնարկը մեր առաքելության ամբողջապես իրականացվում է մասնավոր հատվածի աջակցությամբ։ Առաջիկայում կքննարկվի հենց Սուրբ կղզում լաբորատորիա ստեղծելու հնարավորությունը, որպեսզի կարողանան տեղում վերականգնել ձեռագրերը։ Սա ճանապարհի սկիզբն է, բայց ուզում եմ ասել, որ խոսքը վերաբերում է հազարավոր ձեռագրերի եւ հնատիպ գրքերի վերականգնման։ Այս շրջանում մշտադիտարկման են ենթարկվում մոտ 2400 ձեռագիր մատյաններ, հետո կհասկանան, թե ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ աշխատանքն իրականացնելու համար։ Արա Խզմալյանի խոսքով Մատենադարանի ծրագրերը տեղային եւ փոքր բնույթ չունեն, ապագայում էլ առավել մեծամասշտաբ ծրագրեր ունեն։ Սա բոլորովին ուրիշ ծրագիր է եւ ես կարծում եմ, որ այն ենթակառուցվածքը եւ այն հնարավորությունները, որ ունի Մատենադարանը, թե մասնագիտական, թե նյութատեխնիկական, թե ենթակառուցվածքային, տալիս են այդ հնարավորությունը իսկապես դառնալու միջազգային կենտրոն, ռազմավարություններ մշակող կենտրոն։ Այսպիսով Մատենադարանը ձգտում է լինել ոչ թե բյուրոկրատական, այլ միջազգային կշիռ ունեցող եւ արագ գործող կենտրոն։